երևի թե լսել եք, ասուլիսը հրապարակվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, արգելի Աննա, իր ասուլիսում Ռոբերտ Քոչարյանը հստակ արձանագրեց հետևյալը, ինչի մասին արդեն իսկ խոսվում էր, արդեն իսկ ասում էին Հայաստան խմբակցության պատգամավորները, որ այս ամբողջ գործընթացի impeachment կոչվող գործընթացի նպատակը վարկաբեկել Հայաստան խմբակցությանը եւ մասնավորաբար վարկաբեկել Ռոբերտ Քոչարյանին։ Եվ բաց տեքստով նա այսօր ասաց, որ այս գործընթացի թիկունքում էլ կանգնած են հանրապետականները։ Այսինքն ես ուզում եմ հասկանալ, նախ դուք կիսում եք այդ կարծիքը թե ոչ, այսինքն սկսվել է Նիկոլ Փաշինյանի հրաժարական գործընթաց սկսելու, այսինքն նախաձեռնությունը համարում են, որ թիրախուն երկրորդ նախագահն է։ Դուք կիսում եք այդ կարծիքը։ Ես անձի կուռքի պաշտամունքով երբևէ զբաղված չկամ, ես հստակ ուսումնասիրել եմ քաղաքագիտության մեջ տոտալիտարիզմի, դիկտատուրայի եւ անձի պաշտամունքի բոլոր этаպները եւ գտնում եմ, որ այն ինչ որ նման ձևով վերահսկվող թիմի անդամներ ներկայացնում են ազգային ժողովում, դա նախ եւ առաջ իրավազանցություն է, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը իրենց խմբակցության առաջնորդը չէ, իսկ ՀՀԿ-ն ներկայացված է ազգային ժողովում։ Ինքն ՀՀԿ-ն կուսակցություն է եւ ինչ որ ինքը ՀՀԿ-ի հասցեին ասել է, ես վստահ եմ ՀՀԿ-ն կպատասխանի, ես ՀՀԿ-ի ներկայացուցիչ չեմ, որին ինքը իր անձնակազմով փորձում է վերագրել ինպես քաղաքացիներին զուտ այն պահից սկսած, երբ որ մենք որոշակի այսպես տարակուսանքներ ենք արտահայտում, որտեղ շատ տարակուսելի է այս ամբողջ պահվածքը, ինձ հետաքրքիր չէ իրենք ինչ են համարում, որովհետև իրենք ազգային ժողովի պատգամավորներ են եւ նրանք ենթակա են Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը եւ օրենքներին։ Եվ այն անձը, ով իրենց ենթարկեցնում է, հավասարապես պետք է ինքը եւս մնա օրենքի գծում։ Օրինազանցությունը այդքան էլ հաճելի չէ, երբ որ կա օրինական եւ միակ ճանապարհ Նիկոլ Փաշինյանին հեռացնելուց։ Իրենք նման կերպով խոսույթ հրապարակ նետելով շեղում են այն հանգամանքից, որ իրենք կնախընտրեին, որ այս դավաճանական կազմը շարունակի լինել իշխանություն մեր երկրում։ Իրենք որևէ երաշխիք չեն տալիս հնարավոր անգամ հաղթանակի շուրջ այդ ընտրություններում, որ իրենք քարոզում են։ Ես միջազգային գյուղքաղաքական տեսանկյունից եմ այս ամենը դիտարկում։ Ես չեմ կիսում, ինչպես որ 2021-ից առաջ չէի կիսում, որ կա ժամանակի շռայլություն, որ կա նման անմասնագիտացված թիմ հավաքելով ուղղակի քենախնդրությամբ զբաղվել ուղիղ լայվ ռեժիմով շարունակաբար, ստիպելով, որպեսի ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներս ինչ որ sense ընտրություն կատարենք ու պարակտվենք, ինչ որ մի տոնածառի շուրջ հավաքվենք, չգիտեմ, զիլինա երգենք, չգիտեմ, երևի ձմեռ պապիկ է ուզում լինել, գոնե ձմեռ պապիկը նվերներ է բերում։ Այսօրվա հայ ժողովրդի ուզած նվերը դա Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, թե ինքը ինչ հարցեր ունի ՀՀԿ-ի հետ։ Թող բարի լինի, եթե հավակնում է էլիտա կոչվելու տիտղոսին, ես ոչ մի երկրում չեմ տեսել, որպեսի էլիտան իր կողմից վճարվող մի քանի մամլո միջոց բերի, նստեցնի, ինչ որ բան խոսի հակառակ կողմի հետ։ Երևանը փոքրիկ քաղաք է, մենք ամենի պես մեծ երկրի հետ գործ չունենք, ոչ էլ Ռուսաստանի պես մեծ պետության, թող բարի լինեն միասին նստել խոսել, դա առհասարակ իմ տարածքը չէ, իմ տարածքը նա է, որ ես ոչ մի երաշխիք չեմ լսել, որ ռուսական ռազմաբազան չի փակվի եւ որ կամ այս խամաճիկը այդ պահանջը չի դնի։ Ես չեմ տեսել որևէ երաշխիք, որ որևէ կերպ կկանխվի Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալու դեպքում թուրք եւ վարձկան հրոսակախմբերի ներխուժումը Հայաստան, ինչպես տեղի ունեցավ Սիրիայում։ Ես շատ բաց ճակատով կարող եմ ասել, ես այդ խնդիրը բարձրացնում եմ նաեւ ռուս մասնագետների համապատասխան համայնքի հետ զրույցներում եւ ավելի նրանք ինձ հետ կիսում են այդ գնահատականը, որ այդ վտանգը առավել քան իրական է եւ սա է գլխավոր ցուցանիշը, որով սրա շուրջ հավաքված եւ մտորելով է, որ պետք է ընդդիմադիր հայացքներ ունեցողները կամ որ հավակնում են, որ նման հայացքներ ունեն, այս կետից սկսած պետք է ինչ որ քայլերի գնան։